Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք ռուս-թուրքական երկընտրանքի միֆը թեմայով։ Եվ իմ հյուրն են Արսեն Խարատյան, Ալիք մեդիայի հիմնադիր, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Հայկ Հովյանը, հրապարակախոս, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, թեման, որ ընտրել ենք այսօրվա մեր քննարկման համար, վերջին շրջանում հատկապես քաղաքական շրջանակների կողմից, թե Հայաստանում, թե Հայաստանի դուրս, այսպես ռեանիմացվել է եւ դարձել է հիմնական խնդրով առարկան։ Եթե այսպես բացենք եւ փորձենք մաքսիմալ պարզ ներկայացնել ինչ նկատի ունենք, վերջերս ուրեմն ռուսական կողմի եւ ռուսական կողմի պաշտպանների հիմնական այսպես քարոզչական մոտեցումը հնարքային է, որ հա Ռուսաստանը վատնա ձեզ դավաճանել է, իրեն ճիշտ չի պահել ձեր նկատմամբ, ձեզ քաշել է եւ այլն, բայց դե հիմա Ռուսաստանի միակ այլընտրանքը Թուրքիան է, ռուսների միակ այլընտրանքը թուրքերն են եւ ուրեմն կամ ռուսների հետ պետք է լինենք, կամ թուրքերի հետ, կամ պետք է լինենք գուբերնիա, կամ պետք է դառնանք վիլայետ։ Եվ որոշեցի այսպես հարգարժան երկու մտավորական մարդկանց հետ փորձել այս թեման ուրեմն մի հատ այդ քննարկենք եւ հասկանանք ինչքանով է այն ճշմարիտ։ Պարոն Խարատյան, սկսենք ձեզանից։ Ճիշտ է արդյոք էս կա մենք այդ երկընտրանքի առջև ենք կանգնած, կամ ռուսներն են, կամ թուրքերը։ Եթե դեմ չեք սկսեմ ընդդիմանալ մտավորական բառի սովետիզմից, հա, մենք շարունակում ենք այդ կոնստրուկտների մեջ դատողություններ կառուցել եւ այդտեղ մտածող մարդը հոմո սապիենսն է, հա, այդտեղից սկսենք, հիմա թե այդ նոմենկլատուրային խորհրդային շրջանի մտավորականությունը ինչ է նշանակում, դա մի բան է, բայց թողնենք մի կողմ։ Իրոք համաձայն եմ ձեզ հետ, որ ել ավելի է ակտիվացել էս խոսույթը եւ բնականաբար այն գոյություն ունեցած վախերը, որոնք կան մեր հանրության շրջանում, խորացնում են եւ դրանով փորձում են մեզ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ կեղծ երկընտրանքի առջև կանգնեցնել։ Իսկ ով ասեց, որ դա է ընտրությունը, իսկ ինչի չեն ասում Իրանի խանություն դառնալու մասին, հա, թե մի քիչ էլ որ տեսնենք, որ այդքան էլ թուրքական չի, կսկսեն Եվրոպայի հետ մեր հարաբերությունները թիրախավորել, հա, այլ ընտրանքները, ուղղակի մեր հանրության շրջանում, հայ հանրության, հայաստանյան հանրության շրջանում բնականաբար այդ երկընտրանքի առջև կանգնեցնելով, սև ու սպիտակեցնելով Ռուսաստանի բացառիկ հնարավորությունները եւ մեր իրենց հետ լինելու պատմական հիշողությունները վերականգնելու մասին են խոսում։ Բայց սա նոր չէ, հա, Իսրայել օրին Հովսեփեմինն են դեռ սկսել այս ամենը, եթե կուզեք վերջին 200 տարում դա ել ավելի է ակտիվացել, 19-րդ դարի հայ մտավորական, եթե կուզեք միտքը խոսում էր այդ մասին, օրնվի են Սահաթը, որ ռուսի սապոգը մուտք գործեց եւ այլն։ Մենք տարբեր ժամանակահատվածներում այո, գուցե ունեցել ենք շահերին համընկումներ, բայց այդ շահային համընկումները հայության տարբեր հատվածների համար տարբեր դրսևորումներ են ստացել։ Հիմա եթե ապրիլի 24-ի նախօրեն է կամ այս օրերին բնականաբար հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի օրեր են, եւ եթե պիտի այդ մասին խոսելու լինենք, այո, ռուսահայությունը կամ կովկասահայությունը ազգային պետություն ձևավորելու իր մղումների ընթացքում ցարական Ռուսաստանի հետ խորը համագործակցություն է ունեցել։ Դրա պատճառներից են եղել այս տարածաշրջանի դեմոգրաֆիական ինժեներիան, այսինքն ժողովրդագրական փոփոխությունները, մեծաթիվ հայերի իրենց տարբեր հատվածներից տեղափոխումը այստեղ, դեռ նույնիսկ մինչև ցեղասպանությունը, բայց այս երկար պատմական ակնարկները, եթե անելու լինենք, սրա համար մի քանի հաղորդում թերևս կպահանջվի, եւ ես պատմաբան չեմ հավակնում այդ առումով կոնկրետ բան ասել, բայց ոչ, այդպես չի։ Այս պահին հիշեցնեմ կոնկրետ ռուսական հապկիչ աշխատելու պայմաններում եվրոպացի դիտորդներն են այստեղ, ոչ թե թուրքերը, ոչ իրանցիները, հա, եվրոպացի դիտորդներն են այստեղ։ 2022-ի ջերմուկյան էսկալացիայի ժամանակ թուրքերը չէին, որ Ադրբեջանին կանգնեցնում էին, այլև ամերիկացիները, երբ Բլինկեններ մի քանի անգամ զանգերով արդեն հասնում նրան, որ սպառնում էր, որ սանկցիաների կվերածվի։ Ուրեմն ոչ միայն միֆական են, այլև հստակ մանիպուլյատիվ եւ սրանով ուզում են ել ավելի խորը վախեր սերմանել մեր հանրության շրջանում, որպեսզի ցույց տան, որ Ռուսաստանի բացառիկությունը մեր պետության գոյության համար անխուսափելի է, դե այդ տրամաբանությամբ մեր վերջը այնուամենայնիվ, այո, ինչ որ մի Ռուսաստանի տրամաբանության ներսում
կամ պետություն չունենալն է, կամ պետությունից ցածր կարգավիճակով գուբերնիա չլինի, թե ինչ կանվանենք, դա դառնալն է, որը սուտ է, որին պետք չի հավատալ, եւ եթե ուզում ենք իրապես խոսել եւ այդ թեզի կողմնակիցներն էլ թող ավելի լայն բանավեճում կարողանան պաշտպանել եւ հիմնավորեն, թե ինչպես է, որ իրենք այդպես կարողանում են պնդել եւ կարողանում են ապացուցել, որ մեր միակ երկընտրանքն այդտեղ է։ Շնորհակալություն, պարոն Հովյան, համեցեք։ Ես հարցին երկու տարբեր ասպեկտով կուզենայի մոտենալ, անցյալի եւ ապագայի։ Անցյալի մասին խոսելուց պիտի մենք հասկանանք այդ գուբերնիա ասողները, հիմնականում ինչ են դնում այդ հավակնության տակ, որ այ Հայաստանի Հանրապետությունը դա ռուսական աշխարհի ստեղծածն է, ռուսական կայսրության կամ սովետական միության, իրանց product-ն է, այս երկիրը, որ ստեղ գոյություն ունի, հետեւաբար քանի որ դա իրենց ստեղծածն է, մենք պարտք ենք իրենց ինչ որ ձևով, այդ անշնորհակալ հայ խոսույթը, որ գոյություն ունի եւ այլն, նույնիսկ մեր ներսում այդ խոսույթը կա, այ մենք անշնորհակալ ենք, էսը արվել, այնը արվել մեր համար, այսինքն այդ հիմնավորումը, թե ինչի պիտի լինենք մենք ռուսական աշխարհի մաս, հիմնականում տարվում է այդ գծով, որ այս պետությունը ստեղծել է Ռուսաստանը, հետեւաբար ինքը ունի հավակնություններ։ Հիմա դրա մյուս կողմին անդրադառնանք այ վիլայեթին, իսկ ինչ ունի Թուրքիան պատմականորեն հավակնություն ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այսինքն այս պետությունը, եթե Ռուսաստանի անալոգիայով ենք նայում, իր ստեղծածը չի, Արևելյան Հայաստանը որպես այդպիսին Թուրքիայի մաս չի եղել, դա սկզբում Իրանին է ենթարկվել, պատկանել, հետո ռուսական կայսրությանը։ Ու եթե պատմական կտրվածքով եք նայում, Թուրքիան ոչ մի հավակնություն այստեղ չի կարող ունենալ, ի տարբերություն Ռուսաստանի, որը հիմնավորում է իր հավակնությունները։ Սա անցյալի մասով։ Իսկ ինչ վերաբերում է ապագային, Էդ էլ հետաքրքիր դիտանկյուն է, թե տարածաշրջանը, որ երկիրը որպես ինչ է դիտարկում։ Մեր անկախությունից հետո, սովետական միության փլուզումից հետո, Ռուսաստանը հարավային Կովկասը հիմնականում դիտարկում էր որպես մի տենց բլոկ անող, բլոկավորող կետ արևելքի եւ արևմուտքի միջեւ, որպեսզի բոլոր կոմունիկացիաները այդ թնջուկի պատճառով ստիպված անցնեին իր մոտով։ Իսկ Թուրքիայի դեպքում դա հակառակ տրամաբանությունն է լրիվ գործում, իր համար հարավային Կովկասը դա լոգիստիկ ճանապարհ է, որով ինքը կարողանում է արևելքի հետ հաղորդակցվի։ Այսինքն նույնիսկ այս պարագայում երկու տարբեր տրամաբանություններ է գործում։ Ուստի եթե մենք դնում ենք այդ հարցը գուբերնիա թե վիլայեթ, պիտի այդ տրամաբանություններից ելնենք, որ շատ տարբեր մոտեցումներ ունեն տարածաշրջանի մասին այդ երկու երկրները։ Ուստի այդ համեմատությունը լրիվ անտեղին է դառնում։ Իմ մոտեցումը այսպեսին է այդ հարցին։ Շատ լավ։ Գործընկերներ, ես կարծում եմ, այս բոլոր խոսակցությունների մեջ կարևոր է մի չափում չմոռանալ։ Ընդհանրապես, երբ որ որևէ ուժային կենտրոն փորձում է որևէ պետությունում, փոքր պետությունում, հանրապետությունում, ժողովրդավարական համակարգում որևէ նարատիվ առաջ մղել, ֆիմին, այդ կեղծ կամ ուրեմն ապատեղեկատվական հոսանքների միջոցով իրենք որպես կանոն խփում են ինչ որ օբյեկտիվ հիմք ունեցող թեմային, այսինքն մի վախի, որը այդ հասարակության մեջ կա, ձևավորված է համակարգային է։ Եվ անխոսով որ Հայաստանում կա վախ, մտահոգություն, սպառնալիքի ընկալում Թուրքիայի նկատմամբ։ Դա անխոս է, դա ակնհայտ է եւ դա պատմական օբյեկտիվ հենքի վրա է, որտեղ շատ քիչ ժողովուրդ կա, որ ենթարկվել է ցեղասպանության, շատ քիչ ժողովուրդ կա, որ ենթարկվել է հայրենազրկման, ինչպես որ ենթարկվել է հայ ժողովուրդը։ Ուզում ասեմ, այն պատմական անցյալը, որի վրա այդ կոնստրուկտիվ, ոնց որ ասած, այսպես նարատիվային մասն է կառուցվում, ինքը անխոսա որ կա, դա հերքել ոչ մեկ չի պատրաստում եւ դրա կարիքը չկա էլ։ Այստեղ խնդիրը ինչումն է, որ իրանք վերցնում են այդ պատմական նարատիվը եւ դա փորձում են պրոյեկտել ներկայի ու ապագայի վրա, որ այ եթե ձեզ ցեղասպանել են, ուրեմն ձեզ միշտ են ցեղասպանելու, որ եթե ձեր եւ օրինակի համար ձեր այստեղ գոյությունը եղել է հակառակ թուրքական կայսրության շահերին, իրանց այդ պանթուրքիզմի գաղափար եւ այլն 3-4, 5-րդ, ապա դա միշտ է այդպես լինելու։ Եվ ուրեմն ձեր ու ցեղասպանության միջև կանգնած է միայն Ռուսաստանը։ Այն միայն ռուսական այն զորամասնային կոնտինգենտն է, որ չի թույլ տալիս, որպեսզի թուրքերը անցնեն Արաքս գետը եւ ձեզ ցեղասպանեն։ Հիմա այսա ինձ թվում է շատ կարեւոր է այս թեման մի հատ խոսալ, որ այն ինչ որ ճիշտ է եւ անքննելի անցյալի վերաբերյալ պարտադիր չի, որ նույն տրամաբանական շղթայով կառուցված լինի ներկայի հետ կապված։ Եվ ուստեղ ինձ թվում է մի
ուրեմն գաղափարախոսական մասով է մի բան կա, որ հայ իրականության մեջ մինչև օրս պանթուրքիզմի գաղափարը ընկալվում է որպես այսպես Թուրքիայի միակ ուրեմն շարժիչ գործոն, որ թուրքերը ասենց քնում են երեկոյան առավոտը արթնանում են մենակ այդ պանթուրքիզմի մասին մտածում, այդ պանթուրքիզմը մեծ հակառակ է։ Պարոն Խարատյան։ Թուրքական աշխարհ, պանթուրքիզմ, թուրան, սրանք այո գաղափարական հենքեր են, որոնք գոյություն ունեն եւ այդտեղ կասկած չկա, որ Թուրքիան բնականաբար փորձում է լեզվական հիմքով կամ էթնոսեկուլյար հիմքով, հա, սուննի իսլամ, թուրքերեն լեզու, ոչ միայն սուննի իսլամ, բայց թուրքերեն լեզու Ադրբեջանի պարագայում ունենա իր ազդեցության գոտիները։ Իսկ Ֆրանսիան չունի, ֆրանկաֆոնիան ինչ է։ Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանը չունի, այսինքն լեզվական հիմքով մշակութային արեալներ կամ ազդեցության գոտիներ ունենալը կայսրությունների կամ նախկին կայսրությունների շարունակական տրամաբանությունն է։ Այդ Թուրանը, որից մենք այսպես սեփ ենք դարձել Թուրանի միջև, դա էլ է միֆ։ Վրաստանը վաղուց կապում է Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ եւ մինչև կենտրոնական Ասիա, հա։ Այդպես չի, որ Հայաստանն է միայն խոչընդոտում Թուրքիայի ուղիղ հաղորդակցության այդ տարածքների հետ։ Մեծ խոշոր ծրագրեր ունեն բոլոր խոշոր պետությունները։ Ամերիկացիները չունեն, չինացիները չունեն, ամեն մեկն իր մեթոդաբանությամբ եւ տրամաբանությամբ։ Հիմա եթե մենք գնում ենք այն հարթություն, որ այդ Թուրանի ճանապարհում հայերին պիտի ցեղասպանեն, որպեսզի դա ամբողջականանա, այսինքն մի հատ Հայաստանը վերջանա, սենդվիչ դարձնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, որ դեպի կենտրոնական Ասիա գնան եւ այսինքն Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը առանձին սուվերեն մարմիններ չեն, նրանք բոլորը թուրքական են։ Մենք այստեղ պրիմիտիվ մեթոդական բան ենք անում։ Այս տրամաբանությամբ եթե շարժվելու լինենք, մեր կյանքի նպատակը պիտի լինի Թուրանի դեմ պայքարը։ Ծիծաղելի է։ Իսկ ինչ ուրիշ ժողովուրդներ, ուրիշ խոշոր պետություններ չկան, որոնք այլ պրոյեկտներ են անում եւ դրանք կարող են չհամընկնել կամ համընկնել։ Մենք որպես առանձին սուվերեն ուզում ենք մեր կարողացած իջափով հարաբերություններ կառուցել այ հենց այդ թուրքական աշխարհի առանձին օղակների հետ։ Թե պիտի մերժենք եւ մեզ համարենք Ռուսաստանի կողմից կամ այն խմբերի կողմից, որոնք այդ Թուրանի դեմ պայքարում են, որպես իրենց պլատֆորմը, որպեսզի դա չշարունակվի։ Դե կրկնեմ, ծիծաղելի է։ Այլ հարց է, որ ճշգրիտ նշեցիք, որ մեր ֆոբիաների վրա մեր գոյություն ունեցած օբյեկտիվ հիմքերով ճշգրիտ կառուցվում է մի տրամաբանություն, որտեղ մենք սուբյեկտ չենք, մենք օբյեկտ ենք։ Մեր ամբողջ խնդիրը սուբյեկտայնանալն է։ Սրա մասին ենք շատ խոսել, այդ թվում նաև ձեր տաղավարում։ Եւ այդ սուբյեկտայնանալու ընթացքում մենք ուղիղ հարաբերություններ կառուցելու ճանապարհ ենք փորձում հարթել, եւ դրան ոչ մի գործով Հայաստանում եղած որևէ իշխանություն դեմ չի եղել։ Կրկնեմ, հիշեցնում եմ, անկախ նրանից, թե իրենց սատելիտները ինչ են ասել։ Ասվել է եւ շարունակում է ասվել, մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանների բացման առանց որևէ նախապայմանի, այսինքն դեռ 90-ականներից սկսած հաջորդող բոլոր իշխանություններն ասել են, ցեղասպանության ճանաչումը չի հիմքը մեր հարաբերություններ կառուցելու։ Դա մեր խնդիրն է, մենք ունենք սա, չենք մոռանում, հա, բայց նաեւ այդ չի հիմքը մեր քաղաքականության ձեզ հետ։ Այլ հարց է, որ եթե մենք արտապատվիրակում ենք մեր այդ հարաբերությունները Թուրքիայի, Ռուսաստանին, իսկ փաստացի պնդողները թե գուբերնիայի եւ վիլայեթի մեջ են ասում։ Ասում են եկեք շարունակենք արտապատվիրակել դա Մոսկվային, թող իրենք խոսեն, այս մարդկանց պետք է հիշեցնել Լենին Աթաթուրքը, այդ մարդկանց պետք է հիշել Ստալինի շարունակած քաղաքականությունը, թե ինչպես Նախիջևան կորցրինք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ ձևավորվեց, հա, սրանք փաստեր են, թե ինչպես մինչև Ստալինի մահը, մի փոքր 40-ականներին տարբերությամբ արգելված էր ընդհանրապես Թուրքիայի հետ կապված որևէ բացասական բան խոսել։ Պարոն Խարատյան, ինձ թվում է շատ հետ է գնում պատմական անցյալի մեջ։ Հիշենք ուղղակի իրանց ռուսների պաշտպանության նախարարի հայտարարությունը Փայլուն ռազմական օպերացիայի մասին եւ համատեղ դիտորդական առաքելությունը Ղարաբաղում։ Ահա, ճիշտ եք, հիմա վերադառնանք ուղղակի որպեսզի դրա ռեպլիկացիան, հա, տեսնենք ոնց է արվում։ Մի փուլում երբ որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ մոտենում են իրար, հայերին արգելվելու է հայոց ցեղասպանության հարց բարձրաձայնելը, այն փուլում երբ որ օրինակ սառը պատերազմը ՆԱՏՕ է, հայերին առավել քան խրախուսվում է Թուրքիայի դեմ, այսինքն մեզ թույլ է տրվում ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին կամ 67-ին ունենալ դա արդեն։ Մեզ թույլ է տրվում այս ռեգիոնում խոսել Թուրքիայի արած ավերների մասին այն ժամանակ, երբ ռուսական կայսրությանը կամ այս պարագայում խորհրդային, ինչը նշեցինք, ձեռնտու է այդպես վարվել։ Մեզ ինչ է ձեռնտու։ Մեզ ձեռնտու է անընդհատ իրենց ձեռքում, իրենց մանիպուլյացիաների տարածքում, եւ սա նույնի շարունակությունն է։
Այստեղ է, որ կարծում եմ, որ ոչ թե ինչ որ մեկին պիտի սիրենք կամ չսիրենք, այդ ձեր սկզբացման խոսքում ասացիք, որ ռուսերն ասում են, այո, մենք ձեզ ոչ մեկ մեզ չի դավաճանել, ասեմ ձեզ։ Դա մեր պատրանքային պատկերացումներն են եղել, հետո որից հիասթափություն է եղել, եւ դա մեր ներսում է սնուցվել։ Միշտ ասել, որ գիտեք ինչ, շատ լավ, Ադրբեջանի հետ հարցը մեկ է, բայց հենց Թուրքիան խառնվի, Ռուսաստանը գալու է օգնի։ Չի լինում այդպես։ Այդպես չի աշխատում։ Դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ որ Ռուսաստանի շահերից բխող լինի դա։ Եվ ես մի բաներ ասեմ եւ այդտեղ կանգ առնեմ։ Այդ դրամաբանությամբ, եթե պիտի նայելու լինենք ունեցվածքին, 1944 թվականին Իրանի տարածքում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն էր ստեղծվել։ Մի տարի գոյատևեց, այդտեղ քրդական պետություն էլ ունեցան, հա։ Ինչ եղավ արդյունքում։ Հիմա Ռուսաստանը խրախուսում է Իրանի ադրբեջանցիներին ինչ որ բաներ անել, հա, այսինքն գիտեք, եթե մենք անընդհատ այս ցիկլի մեջ պիտի լինենք, երբ տարբեր խոսույթներով պիտի մեզ մանիպուլացնեն, մեր ատելությունը, մեր վիշտը մեր վրա պետք չի ծախել։ Դա մենք շատ լավ գիտենք, ձեզնից լավ գիտենք, ձեր վարքագիծն էլ գիտենք հենց այդ ցեղասպանության ընթացքում, հա, եւ Արևելյան Հայաստանի այն հատվածները, որ կորցրեցինք, նաև ասեմ ձեզ, որ այդ շրջանները իդեպ վրացիների մոտ էլ տարբեր չէր իրավիճակը, երբ որ մեզ խրախուսում էին պետություն հռչակել, մենք չէինք ուզում այդ պահին, մենք դեռ չգիտեինք որտեղ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր հանրային տրամադրությունների եւ մտածողության մեջ այս կեղծ երկընտրանքը չի դառնալու դոմինանտ եւ սա չի լինելու օրինակ առաջիկա ընտրական կամ նախընտրական շրջանում մարդկանց շարժիչ ուժը, հա, այսինքն ընտրության էմոցիոնալ գնալու եւ թող ուրիշ հիմքերով դատեն, ում ուզում են քավլիցի թող ընտրեն, բայց այս պրիմիտիվ պարզունակ մանիպուլյացիաները մեծ հույս ունեն, որ մեր հանրային տիրույթում դոմինանտ չեն դառնալու։ Շատ կարևոր բան ասեք, որ կարծում եմ պետք է անընդհատ կրկնել, էլի, որ պետք չի մեր վիշտը մեր վրա վաճառել։ Մենք ձեզնալի շատ ավելացրեք մեզ, մի էմոցիաներով մեզ փորձեք ցույց տալ, թե ում պիտի ատենք կամ ոնց պիտի վերաբերենք։ Իդեպ մի բան է ուզում ասեի, այդ որ նկարագրեցիք, հա, որ երբ որ գնում է ռուս-թուրքական մերձեցում, ինչ է տեղի ունենում, գնում է ռուս-թուրքական սրացում, ինչ է տեղի ունենում, ես միտեղ ուղղակի բան կհավելեի, որ երբ որ գնում է ռուս-թուրքական մերձեցում, տուժողը մենք ենք, երբ որ գնում է ռուս-թուրքական սրացում, էլի տուժողը մենք ենք։ Եվ ուրեմն այդտեղ խնդիրը ոչ թե իրանց մերձեցում հակասությունն է, խնդիրը մեր այդ հարաբերությունների մեջ օբյեկտ լինելն է։ Այսինքն, երբ որ դու կամազուրկ գործիքն ես այդ երկուսի արանքը, իրանք մերձենան, թե իրանք իրար հետ նորմալ լինեն, թե իրանք այդ սրման լինեն, դու անընդհատ այդ թեմայի մեջ դուժողն ես լինելու, հա։ Պարոնովյան, վստահ եմ բաներ կունենաք ավելացնելու այս միջև հնչածների մեջ, բայց մի բան եմ ուզում, մի նախադասություն եմ ուզում հավելել եւ նաեւ ձեր կարծիքը լսել դրա վերաբերյալ, այ դուք նշեցիք, հա, որ այնտեղ ոնց որ պատմական թեմայի մեջ նա արևմտյան Հայաստան, սա արևելյան Հայաստան, սա Ռուսաստանից է, ու դա շատ կարեւոր բան է, էլի մենք փաստորեն պետությունը նվաճել ենք Ռուսաստանից։ Դա եւ առաջին հանրապետությանն է վերաբերում, եւ առաջին հանրապետությունը անկում է ապրել ըստ էության Ռուսաստանի հարվածների ներքո։ Եվ երրորդ հանրապետությունը մենք այդ անկախությունը նվաճել ենք Ռուսաստանից։ Ու գիտեք, անգամ տեսականորեն ես չեմ տեսնում ինչ որ սցենար, որ այս պետությունը կարա կործանվի թուրքական կամ ադրբեջանական հարվածների տակ, բայց բավականին այսպես նշмарվող սցենար կա, ոնց է ինքը կործանվում ռուսական ինտեգրացիոն գործընթացների մեջ։ Համեցեք։ Նախորդ թեմայի հետ կապված մի հետաքրքիր գիծ կա այդ մեծ Թուրանի հետ կապված այդ պանթուրքիզմի համատեքստում, որ նկատելի է, որ այդ խոսույթը նաև հերահար մի ուրիշ նպատակ ունի, բացի վախը Թուրքիայից, նաև վերջի իրադարձությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասի կարևորությունը կենտրոնական Ասիայի հետ կոմունիկացիաների համատեքստում է։ Ու երբ որ մեծ Թուրանով այդ համատեքստը մեզ անընդհատ փորձում է կերծվել, հա, ասես կոպիտ ասած, այստեղ ես կարծում եմ նաև հերահար նպատակ կա, որպեսի դրանով նաև խոչընդոտել համագործակցությունը այ կենտրոնական Ասիայի երկրների հետ, որովհետև ցույց տվեց կյանքը, որ Հարավային Կովկասի կենսունակությունը հիմնականում կապված է հենց կենտրոնական Ասիայի հետ։ Ու երբ որ Հայաստանին ոնց որ կտրում ես այդ շղթայից, Հայաստանը նորից այդ տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքներից դուրս է մնում։ Ուստի ես կարծում եմ, որ այդ մեծ Թուրանի գաղափարը ոչ միայն ուղղված է ընդդեմ Թուրքիայի ու այդ վախի, այլ նույնիսկ
ավելի մեծապես դա փորձ է արվում ազդել Հայաստանի հարաբերությունների վրա Կենտրոնական Ասիայի հետ։ Նույնիսկ այս երկաթուղու հետ կապված հարցերում էլ, հա, երբ որ խոսք է գնում այդ կոնցեսիայի եւ այլն, էլի տեսնում ենք, որ տեղ դերակատարում կարող ունենան հենց Կենտրոնական Ասիայի երկրները ու այդ մեծ Թուրանի խոսույթը հենց հարվածում է այդ տեղին, որը որ շատ ավելի կարեւոր է։ Իսկ ինչ կհիշեցնեք հարցը կներեք, որ պետությունը մենք կորցրել ենք եւ ձեռք ենք բերել Ռուսաստանի դեմ պայքարում։ Հա, այստեղ իրականում այդ պատմական նրբությունը գոյություն ունի, հա, մեզ անընդհատ թվում է, որ մենք այդ անկախությունը իրականում Թուրքիայից ենք, հա, անկախացրել Հայաստանի Հանրապետությունը եւ իրոք տենց է մեր զգացողությունը, հատկապես դարաշրջանի դիտանկյունից եթե նայում ենք, բայց իրականությունը լրիվ այլ տեղ է, որ Արևելյան Հայաստանը որպես այդպեսին թուրքական աշխարհի մաս չի եղել։ Ու մենք պիտի հաշվի առնենք այդ գործոնը, երբ որ խոսում ենք այ վիլայետ դառնալու կամ գուբերնիա դառնալու մասին, իսկ ու մի նրբություն էլ ստեղ կա, ինչը հայտարարում, հա, Թուրքիան, այսօրվա Թուրքիան, այ իր ամբիցիաները այս տարածաշրջանի վերաբերյալ, այ ինչպեսին են, դա չի կարելի չէ համատել այն խոսույթի հետ, ինչը որ ռուսական կողմից է գալի, որ իրանք ամեն դեպքում փորձում են վերականգնել այդ ռուսական աշխարհը, ու իրանք դա չեն թաքցնում։ Այ ստեղ էլ այդ նրբությունը գոյություն ունի, ու ես մի բանի մասին էլ կուզեի խոսեի, երբ որ խոսում ենք այդ թուրքական աշխարհից մեզ պաշտպանելու մասին Ռուսաստանի ու էլի բերում ենք այդ դարաշրջանի անալոգը, շատ կարևոր է այդ պատմական համատեքստում հասկանալ, թե պետությունները դարաշրջին ինչ էին իրանցից ներկայացնում ու այսօր ինչ են իրանցից ներկայացնում։ Դարաշրջին Ռուսաստանի ու Թուրքիայի ռուսական կայսրության, հա, ու այն ինչ մնացել էր Օսմանյան Թուրքիայի փլուզումից հետո, երևի 10 անգամ ավելի մեծ էր ռուսական կայսրության բնակչությունը, տեխնոլոգիապես ավելի զարգացած էր, դեպի Եվրոպա պատուհան ուներ եւ այլն, Անտանտի անդամ էր վերջի վերջո ի տարբերություն Թուրքիայի, բայց հիմա որ համատում ես այդ երկու երկրները, թե դեմոգրաֆիայով, թե իր տնտեսական ներուժով, արդեն մեկը երկուսի է իջել այդ հարաբերակցությունը, այսինքն այդ զրույցի մեջ էլ չի կարելի 100 տարի առաջվա համեմատությունը բերել 40 տարի առաջ։ Այո, որովհետև շատ մեծ փոփոխություն է կրել, 1-10-ի հարաբերակցությունը դառել է 1-2-ի։ Էլ չասած տնտեսությունը Թուրքիան բավականին զորեղ ու աճող տնտեսություն այսօր ունի, տարբերություն Ռուսաստանի, եթե ռազմական մասը հանում ենք, չնայած Թուրքիան էլ իր ռազմական բան գումարած դրան Եվրամիության հավակնորդ է արդեն Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է, այդ ամեն ինչը պիտի հաշվի առնել այդ երկու երկրների հարաբերությունները, երբ որ մենք դիտարկում ենք։ Ռուսաստանը նույնիսկ ասենք Ադրբեջանի դեպքում արդեն չունի այն հարաբերությունների կշիռը, ինչ որ ուներ 30 տարի առաջ։ Ու այդ հարաբերակցության դինամիկան անընդհատ իօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի է։ Այսինքն այդ հույսը դնելուց Ռուսաստանի վրա այդ դինամիկան էլ պիտի հաշվել, որ 1-10-ից դառնա 1-2-ի, իսկ ի՞նչ է լինելու հաջորդ 30 տարվա ընթացքում։ Իդեպ, երբ օրինակ խոսում էինք այդ Կենտրոնական Ասիայի թեմայով եւ Թուրանի թեմայով, բան Խարասյան, դուք ասացիք եւ ես այդ մտքեր շատ համաձայն եմ, որ մեզանում գնում է օբյեկտիվացում, հա, բացի Թուրքիայից մնացած բոլոր թուրքական պետությունների, որ հա թուրքերը ուզում են այդ մեծ Թուրանը, այդ պանթուրքիզն են ուզում, այն մնացած ժողովուրդներն է sense նստած մածուն են ուտում, սպասում են երբ են թուրքերը այս հայերի հարցը լուծելու, որ գան իրանց այսպես ներծծեն, կլանեն Թուրանի մեջ եւ այդ երկրները շահերի սպասարկող են նրանք։ Այո, թուրքական շահերի սպասարկողը իրանք դառնան իրանց ազգային պետություններից հրաժարվեն, դառնան Թուրանի մաս, այ ղազախները, ուզբեկները, թուրքմենները, իրանք ոչ ունեն ազգային ինքնություն, իրանք ոչ չեն ուզում իրանց պետություն ունենան, իրանք ուզում են այդ մեծ Թուրանի մասը դառնան, ուղղակի նստած սպասում են մինչև թուրքերը հայերի հարցերը լուծեն, որ այդ ցամաքային սահմանը ձևավորվի եւ իրանք դառնան մեծ Թուրանի մասը։ Սա իհարկե անմտություն է, սա իհարկե աբսուրդ է, սա իհարկե այո, դա այդ ուղղակի պրիմիտիվացնող մակարդակի օբյեկտի տեղ դնելն է այդ երկրների եւ այդ ժողովուրդները, ուստեղ մի հատ հետաքրքիր ներբություն կա։ Ես կարծում եմ, որ առաջիկա տասնամյակների ընթացքում այ հաշվառելով այն process-ները, որոնց մասին խոսեց պարոն Հովյանը, հա, որ Թուրքիայի դերը աճում է եւ տնտեսական, եւ մշակութային, եւ քաղաքական, եւ այլն, դրա հետ բնականաբար աճելու են նաեւ իր ամբիցիաները։ Ես չեմ բացառում, որ կենտրոնական ասիական պետություններին եւ իմաստնավորի նաեւ Ադրբեջանին շատ ձեռնտու է լինելու այն, որ իրանք Թուրքիայի հետ սահման չունեն ու որ իրանք արանքը կա Հայաստան։
եւ ինչ որ առումով ունենալ Հայաստան, այսպես գիտեք, բարիեր Իրանց եւ Թուրքիայի միջեւ, այ մեզանից արևելք ընկած պետություններին, առաջին հերթին Ադրբեջանին, ինչ որ բայց սկսած հետաքրքիր է լինելու։ Ինչ կասեք։ Նախ երկրորդեմ ձեզ Կենտրոնական Ասիայի երկրների շատ տարբեր զարգացումները հիշատակելու հարցում։ Ուզբեկստանը մի երկիր է, որի բնակչությունը համարյա 40 միլիոնի է հասնում, տարեկան 1 միլիոնով աճում է երկրի բնակչությունը։ Խորհրդային միության փլուզման ժամանակ 29 միլիոն էր։ Սա կրկնապատկվել է համարյա։ Սա հետխորհրդային տարածքի միակ երկիրն է, որտեղ բնակչության այսպիսի աճ կա, ուրիշ ոչ մեկ չեք տեսնի։ Ադրբեջանն էլ է աճում, բայց ոչ այդ տեմպերով, մեկ։ Ուզբեկստանը նաև ռեգիոնալ իմպերիա է, չմոռանանք, հա, լուրջ երկիր է, շատ եւ ռեսուրսներ ունի եւ բավականին լուրջ գյուղատնտեսություն ունի եւ այդ Կենտրոնական Ասիայի հնգյակի մեջ, որտեղ միայն Տաջիկստանն է, որ իրանալեզու է, թուրքալեզու ժողովուրդների հատվածում էլ եւ նաեւ Ռուսաստանի հետ շատ հետաքրքիր եւ ոչ միանշանակ հարաբերություններ ունի։ Ուրեմն ասել են այնտեղ, որ այ Թուրքիայից է կառավարվում, ծիծաղելի էլ չի, հա։ Ղազախստանն ունի այլ խնդիրներ եւ Ղրղստանը, որը որ նաեւ օրինակ լեզվական մտերմությունը ղազախների հետ։ Մենք ված գիտենք Կենտրոնական Ասիա։ Շատ։ Հա, եւ չենք ուզում լուրջ վերաբերել նրանց։ Այդպես ասում ենք թուրքալեզու աշխարհ ու անցնում առաջ է, բա այնտեղ ինչեր կան։ Հələ մի քիչ լուրջ վերաբերվենք, հա, այսինքն ես կհամաձայնեմ նաեւ Հայկերն ասացի հետ, որ Կենտրոնական Ասիա հարավային Կովկաս կապը էական է եւ Համաշխարհային բանկի մի զեկույց էի նայում 2 ամիս առաջ հրապարակված, որ TRIP-ին էր վերաբերում իդեպ, որը խոսում էր այն մասին, որ նույնիսկ մոտ հեռանկարում, եթե շատ արագ ինչ-որ գործընթացներ լինեն, իսկ մենք խոսում ենք մինչև 2030 թիվ դրա ռեալ գործունեության մասին, ինքն առավելապես Կենտրոնական Ասիան, այսինքն Կասպիական ավազանն է կապելու միմյանց, սա շատ կարևոր ու առանցքային է, որովհետեւ մենք էլ սա հասկանանք եւ հասկանանք այդ շուկաների առանձնահատկությունները, որոնք նաև Չինաստանի հետ շատ լուրջ ու խորը հարաբերություններ ունեն եւ Չինաստանի ու Ռուսաստանի միջև այնպես չի թե համաձայնություն կա նաև այս ռեգիոնում։ Այսինքն ես ասում եմ մենք բարթացնենք խոսակցությունը մի քիչ վերջապես։ Եվ այս ամեն ինչին գումարենք նաև մի շերտ, որ Արևմուտքի, մասնավորի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար միակ մուտքը դեպի Կենտրոնական Ասիա անցնում հարավային Կովկասով իր բոլոր հարստություններով, հետաքրքրություններով հանդերձ, բայց միակ մուտքը անցնում հարավային Կովկասով։ Հաշվի առնելով, որ Իրանն ու Աֆղանստանը բարդ են։ Աֆղանստանը ոչ մեկական պրոյեկտը հենց դրան է, էլի, ոնց որ այդ խոսույթը անընդհատ այդտեղ է խփում ավելի շատ, քան Աֆղանստանը, որի բնակչության 60%-ը տաջիկ է, սա էլ ասենք, հա, թող մարդիկ հիշեն, հասկանան։ Հիշեն, բայց դա ֆիքսենք, որ Աֆղանստանով այսպես ոչ մի չի կարող անցնել։ Այո, իհարկե, ես նկատի ունեմ այն, որ ստեղծված իրավիճակում անխոս դա այդպես է եւ մոտեցումների տարբերություններն էլ հետաքրքիր ուրեմն հարցեր որ նշեց Վանովյանը այդ այսինքն Թուրքիան այո ազդեցության գոտի է ուզում տնտեսական կապեր է ուզում եւ դա իրեն ձեռնտու է Ռուսաստանը դա բլոկավորել է ուզում որպեսզի իր բացառայկությունը պահի հիմա մենք այդտեղ ում շահերից ենք ինչ անում հա մենք այդպես ուզում ենք մնանք Ռուսաստանի համար կույրաղիկ էստեղ ու բոլորի աչքի փուշ դա այդպես է հիմա մեզ գալու են ուրիշ բաներ էլ ասելու են Ամերիկան հեռու է, Եվրոպան հեռու է, հա, հարավային Կորեան Ամերիկայից ավելի մոտ է, քան մենք, հա, երևի։ Հա, օրինակներ բերենք, նրա որ օրինակ եկան մոդելներ, որտեղ միայն անվտանգային խնդիր։ Բայց աշխարհը շատ է փոխվում։ Տեսեք, մի քիչ հեռանում եմ մեր թեմայից, բայց կարևոր է կարծում եմ։ Այն, որ ծոցի երկրները ամերիկյան ռազմաբազաներ ունենալով ենթադրաբար ինվեստիցիոն միջավայր էին ձևավորել, որտեղ դա բավարար էր, որպեսզի անվտանգություն լինի, այս իրանական պատերազմը փոխեց։ Էապես փոխեց, հա, այսինքն տեսանք մի բան, որը շատերի համար գոյություն ունեցած ոչ թե միֆեր, այլ իրականություններ փոխեցին Քուվեյթ, Բահրեյն, Կատար, Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իրանը ցույց տվեց, որ միայն բազաները բավարար չեն եւ ամերիկյան ռազմաբազայի ներկայությունը բավարար նախապայման չէ ձեր անվտանգության տեսանկյունից։ Ուրեմն բացի այն, որ մենք կարող ենք քննադատել կամ քննական մոտենալ մեր ոչ վաղանցյալի կամ վաղանցյալի որոշ իրողությունների, այս խոշոր խաղացողների մեջ մենք չենք ուզում, այսպես ասած, բզբզացողը լինել։ Բնականաբար։ Բայց կա մի ուրիշ հանգամանք։ Իրեք հազար անգամ, բայց այստեղ նաև եկեք ֆիքսենք, որ համենայնդեպս այդ ծոցի երկրների մոդելը այն մոդելն է չի, որ մենք կառուցում ենք։ Ամենևին։ Որտեղ մենք շատ լավ հարաբերություններ ենք պահում Իրանի հետ, որտեղ անգամ երբ որ այս թրիփն ալինում մենք փորձում ենք Իրանի շահը, ոնց որ ասած, տեղավորել թրիփի մեջ եւ իրենց էլ իրենց առաջարկել, այսինքն մենք համենայնդեպս այդ մոդելով չենք էլ պատրաստվում։ Ամենևին, բայց տևական ժամանակ պատրաստվել ենք։
Մենք կարծել ենք, որ ռուսական բազայի արկայությունը մեր համար անվտանգություն է։ Հիմա թող այդ միֆը քանդվի մեր մեջ մի քիչ, որ հասկանանք, որ վերջի վերջո ես այդ օրինակը դրա համար էի բերում, հա, հակառակ դիրք։ Որը ռուսական չէ, ամերիկյան բազան անգամ տես բաներից չի ֆրկում։ Կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Այսինքն բազաներ ունենալով անվտանգություն ապահովելը չի ստացվում եւ չի ստացվելու։ Եվ ինչքան գնանք առաջ, այդքան ավելի չի ստացվելու, ես ձեզ ասեմ։ Նույնիսկ Լեհաստանի նման խոշոր երկիրը ռազմական իմաստով եւ ուժեղ երկիրը, որ ՆԱՏՕ-ի անդամ է, ինքն իր բանակի վրա է կառուցում շատ բաներ, հասկանալով, որ միայն ամերիկյան բազա ունենալը կամ միայն բանակ ունենալը հերիք չէ։ Կամ միայն ՆԱՏՕ-ի անդամ լինելը։ Հիմա մի ուրիշ տրանսֆորմացիայի մասին էլ արագ ասեմ, Թուրքիայի թուրքական աշխարհ, թուրանական աշխարհ գաղափարը եւ այն նեոօսմանիզմը, որ մենք տեսնում ենք, հաճախ իրար հակասում են, բայց մեր իրականության մեջ դրանց փորձում են մեկացնել։ Այդպես չի, չէ՞, ամենևին, այսինքն եթե նեոօսմանյան ենք անվանում Էրդողանի իշխանությունը, ապա իր ամբիցիան օսմանյան կայսրությունն է, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Բալկաններ, հա, պատկերացնենք ինչեր են ունեցել կամ ինչ ազդեցության գոտիներ են ունեցել։ Միայն թուրքական տարածքում իրենք այդ ամբիցիային չեն կարող հասնել։ Այնպես ինչպես միայն սլավոնական տարածքում Ռուսաստանն իր կայսերապաշտական կամ հետարկությունը չի կարող իրացնել։ Եվ սա մեծ խնդիր է, եւ Թուրքիան Սիրիայի պարագայում տեսեք հետաքրքիր ուրիշ բան է տեղի ունենում, հա, այնուամենայնիվ սուննի իսլամը կարևոր է, բայց թուրքական լեզուն, թուրքոմաններ եւ այլն տարածքը բավարար չէ, որպեսզի ինքը կարողանա իր ազդեցությունը ավելացնել։ Ուրեմն այս տեսանկյունից գոնե այս փուլում մենք տեսնում ենք, որ ընդորում Ռուսաստանն էլ Պուտինը ռուս սլավոն ազգայնականություն չի տարածում։ Ինքը խորհրդային տրամաբանությունը փորձում է վերարժևորելով վերապրեցնել, չի ստացվում։ Հենց որ չի ստացվում, գնում է ռուսականությանը եւ այդտեղ սկսում է պարտվել։ Հա, իր ողջ մեղադրանքը Ուկրաինայի հարցում է, դուք ռուսերեն լեզուն եք բացառում, դուք ռուսական մշակույթն եք փակում, դրա համար եմ եկել, ձեզ գրավում եմ, դրա համար եմ ասում, որ դուք գոյություն ունենալու իրավունք չունեք, հասավ դրանի վերջո։ Ուրեմն ազգայնական, ազգային լեզվական հիմքով կայսրություններ կառուցելը բացառվում է, դա չի կարող ստացվել, ընդ որում բռնի ուժով։ Էլ չեմ խոսում, որ այսինքն ամբողջ աշխարհն է այս տրամաբանությամբ գնում, բայց բաց տրամաբանությամբ, որ դու ցանկանաս դրա մասը լինել, հա, այսինքն ամերիկացիները Հոլիվուդով ու Netflix-ով են դա անում, ոչ թե բռնի ուժով անգլերեն պարտադրելով։ Ես այս օրինակներով մասին խոսում եմ, որpիսի մենք այդ արդեն արխայիկ դարձած ստերեոտիպային մտածողությունից կարողանանք դուրս մղել եւ մեր խոսակցությունը բարդացնենք մի քիչ, որpիսի այս պրիմիտիվ խոսակցությունը վիլայետ թե գուբերնիա հատվածից դուրս բերենք մի հատ բարդությունը հասկանանք խնդիրների, հա, եւ մեր գլոբալ ժողովուրդ, գլոբալ ազգ լինելու, որտեվ այդպես է, մենք ծրված ենք ամբողջ աշխարհով բարդությունը հասկանալու առաջի քայլը նաեւ անցալն է, որ դու ունես պետություն եւ դու այդ խնդիրներին պետք է հարաբերվես որպես պետություն, ոչ թե որպես համայնք։ Անխոս, որտեվ այդ գուբերնիայի վիլայեթի ընտրությունը համայնքի ընտրություն է, ոչ թե պետության ընտրություն։ Ճշգրիտ։ Եվ իսկ պետությունը հաճախ որոշումներ պիտի կայացնի կամ վարքագծեր պիտի դրսևորի, որոնք էմոցիոնալ ազգային միայն հիմքով չեն, պետական կարևորության հիմքով են եւ միայն հային ու հայ ժողովրդին չի վերաբերում, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Պարոն Հովյան, ուրեմն նորից վստահ եմ շատ բնականորեն ավելացնելու, բայց մի եւս մեկ հարթություն եմ ուզում ավելացնել այս խոսակցության մեջ, այլ ձեր նախորդ տված մտքի վերաբերյալ այդ հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա կապը եւ դրա նշանակությունը արևմուտքի համար, ու փորձենք բացել նաեւ թրիփի մեջ այս խոսակցությունը, էլի։ Ի վերջո, ինչի մասին է թրիփը, դա ստեղ էլ նշվեց, որ դա դրա այսպես առնվազն միջնաժամկետ, կարճաժամկետ նշանակությունը լինելու է հենց Կենտրոնական Ասիա եւ արևմուտք կապը, կամ Կենտրոնական Ասիա Թուրքիա կամ Կենտրոնական Ասիա Կովկաս, հարավային Կովկաս կապը, եւ ուրեմն մենք ինչ-որ չափով կարանք ասենք, որ Միացյալ Նահանգները ներդրում են անում այ հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա կապի կառուցման տրամաբանության մեջ, ու դա, այսպես ասենք, մեր աչքերում մեր հասարակության համար արժե զրկելու հիմնական առաքելությունը դրված է հետեւյալ գաղափարական հենքի վրա, որ սա ամերիկացիները չեն, սա թրիփը չի, սա թուրքական միջանցք է։ Համեցեք։ Այդ թրիփի հետ կապված հետաքրքիր է ստացվում։ Իրոք Միացյալ Նահանգների համար հարավային Կովկասի կարևորությունը փոխկապակցված է Կենտրոնական Ասիայի հետ, որովհետև այսքան ժամանակ հա մենք անընդհատ ասում ենք, որ այ հարավ ու տենց էլ է, չէ՞ զգացում, որ նախորդ 30 տարիների ընթացքում
Հարավային Կովկասը որպես տենց հենց ռեգիոն Միացյալ Նահանգների համար առանձնապես տենց մեծ հետաքրքրություն չի ներկայացրել որպես ռեգիոն երեքը միասին։ Հիմնականում մի խաղացողի հետ են աշխատել, կոնկրետ Վրաստանի դեպքում Վրաստանի հետ, ու ավելի շատ տենց հենակետի տպավորություններ թողում, քան ինչ որ ռեգիոնալ համակարգի մի մաս էր դա դիտարկվում։ Բայց վերջի տարիներին զգացվում է, որ այդ ռուս-ուկրաինական բախումից հետո այդ տրամաբանությունը լրիվ փոխվել է ու ակնհայտ է, որ դա կապված է կենտրոնական Ասիայի հետ։ Հիմա այստեղ հետաքրքիր բան է առաջանում։ Կենտրոնական Ասիայից հետո կա Ադրբեջան, որը ցավոք սրտի այլընտրանք չունի այդ համատեքստի մեջ, ու կան Հայաստան եւ Վրաստան։ Հիմա հետաքրքիր է, որ մեր մրցակցությունը Վրաստանի հետ է դառնում ոնց որ այս կոմունիկացիաների հարցով ու քանի որ արագությունը նույնպես դեր ունի, քանի որ այս ամբողջ պրոյեկտը նաև կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, իսկ պատերազմի ընթացքի մեջ է այս պահին ու արագությունները այդտեղ շատ որոշիչ դեր են խաղում։ Հա, մեր համար այդ արագությունը հարևաններից առաջ ընկնելու հաշվի առնենք նաև Թուրքիայի կառուցվող երկաթուղին Կարսից դեպի Նախիջևան շատ էական է դառնում մեր արագությունը։ Հիմա երբ որ մենք ընկնում ենք այսպիսի ինչ որ միֆական խոսույթների հետևից ու ինքներս ներսից սկսում ենք հա տորպեդավորել այդ տորպեդահարել այդ process-ները, այսինքն բաներ կար, որոնք որ մենք պիտի արագ անեինք, բայց հիմա շատ դեպքերում ակնհայտ է, որ գործող իշխանությունը ինչ որ process-ներ նաև դանդաղացնում է, որպեսզի հանրության տրամադրություններն էլ գան հասնեն այդ տրամաբանության հետևից։ Իսկ այդից սկսում է դանդաղացնել մեր ընթացքը։ Իսկ այս իրավիճակում դա արագություն է պահանջում։ Ու ես կարծում եմ, որ այստեղ մենք խնդիր ունենք, որ մեր հասարակության պատրաստվածությունը ու տրամադրությունները այս մարտահրավերներին, որի առջև այս պահին կանգնած է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն արագության տակ առաջ անցնել Վրաստանի առաջարկներից եւ Թուրքիայի առաջարկներից Նախիջևանի մասով, մենք այդտեղ կարողա սկսենք զիջել ու կարողա պարտվենք, եթե մեր հասարակությունը ինքը ոնց որ դրական ազդակներ չկա։ Պարտվենք կհայտնվենք իրավիճակում, երբ որ արդեն բաց սահմաններում նորից կգտնվենք բլոկադային մեջ, մենք կարող առաջիկա 50 տարվա համար նորից լոգիստիկ համակարգերից դուրս մնանք, բայց բանն է, որ իշխանությունները մենակ դա չեն կարող իրականացնել։ Այսինքն հասարակության արձագանքը պիտի նաև այդ մոտիվացնող լինի իշխանությունների համար, որ այդ տեմպը ու այդ արագությունը տան։ Իսկ եթե հակառակն է լինում ու իշխանությունը ամեն քայլ անելուց պիտի դենց ապահովագրի, հա, իր արած քայլերը բարոյական տեսանկյունից եւ այլն, դա մենք մենակ դանդաղացնում ենք մեր ընթացքը ու այդ process-ների մեջ մենք մեզ սկսում ենք մեր ոտին կրակել։ Այսի կարծում շատ կարևոր խնդիր է, որ մենք պիտի ինչ որ մի լուծում գտնենք։ Չգիտեմ, հանրային համերաշխությունը ասածը մի քիչ ինչ-որ վերամբարձ բան է հնչում, բայց հասարակությունը պիտի առողջ ռեակցիա տա դրա, որտեղ հիմա մեր համար հնարավորությունների պատուհան է բացվել առաջ անցնել հարևաններից։ Մենք կարողանում ենք դրանից օգտվենք, թե չէ, մենակ իշխանությունը բավարար չի։ Հանրությունն է պետք է դրան պատրաստ լինի։ Այստեղ կարևոր մի հատ նրբություն կա։ Ճիշտ եք ասում, բայց ես կարծում եմ նաև հունիսյան ընտրությունները հենց լավագույն հնարավորությունն են լինելու այս բոլոր հարցերի, որ հասարակությունը իր վերաբերմունքն ու պատասխանը տա, որտեղ այս ընտրություններում ի վերջո հասարակությունը մի շարք հարցերի պատասխանում է։ Պատասխանումը Արցախյան շարժումը շարունակվում է, թե ոչ։ Մենք մեր հասարակությունը ընտրում է պատերազմի, թե խաղաղության ճանապարհ։ Այսինքն հարցեր կա, որոնց հասարակությունը պատասխանում է եւ դա տալիս է կրեդիտ իշխանությանը, այդ ձեր նշած բոլոր հարցերում շատ արագ առաջ գնալու։ Դա կախված կլինի նաեւ ԱԺ կառուցվածքից, եթե այն մյուս կողմը ծանրակշիռ ներկայացածություն ունենա, ինչ որ հարցերով իրենք հաստատ կարող են տորպեդահարել այդ ընթացքը։ Որ հասարակությունը իր վերաբերմունքը այդ ընտրություններով է ցույց տալու, էլի, հենց դա նկատի ունեմ։ Պարոն Խարատյան, այս խոսակցությունը ես ուզում եմ մի հատ հետ տանենք մի հատ կետի, որտեղ դուք մի հատ շատ կարևոր բան իմ կարծիքով ասացիք, որ մենք հերո ենք այն քաղաքականության մեջ բավականին մանկամիտ մի մոտեցումից, երբ որ բոլոր ամեն ինչում մեղավոր են, մենք մեղավոր չենք, եւ ճիշտ հակառակը, մենք այս ամեն ինչի մեջ թիվ մեկ մեղավորը ինքներս մեզ ենք տեսնում։ Այ մենք ենք տվել Ռուսաստանին են դերը մեր գիտակցության մեջ, որի դեր հիմա ինքներս պայքարում ենք։ Մենք ենք հայ-թուրքական հարաբերությունները իջեցրել հասցրել են ինֆանտիլ մակարդակի, ատելության ու սիրո խոսակցության մակարդակի, որի դեմ հիմա պայքարում ենք, այսինքն այս բոլոր խնդիրների թիվ 1 ոնց որ ասած պատասխանը մեր մեջ է ու մեզանում է։ Ոնց առերեսվել այդ խնդիրների հետ ու ինչա պետք անել այդ խնդիրների հետ։ Այնքան էլ միայն մեզանում չի իհարկե, բայց մեզանում այո շատ մեծ է
այդպիսի միֆերով ապրելու եւ այդ տրամաբանությանը հավատալով գոյություն շարունակելու խնդիրը, այսինքն մենք միևնույն է այդ ծայրահեղականության մեջ ենք ընկնում, հա, մի կողմից ինքնախարազանում ենք մեզ, ամեն ինչում մենք ենք մեղավոր եւ այլն, այդպես չի, հա, ամեն ինչում մենք մեղավոր չենք, շատ գործոններ կան եւ հակառակը, որ ուրեմն ամեն ինչ շատ ենք չափազանցրել, ոչ, բաներ կան, որ ուղղակի պարտավորություններ կային, որոնք ոչ չեն իրականացվել եւ դրա վառ վկայությունները կան։ Ես մի բան պարոն Հովյանի հետ ուզում եմ բանավեճել, հարցը ինչի որ մենք առաջ կընկնենք մեր հարևաններից։ Հարցն է, որ եթե օրինակ այս կոմունիկացիոն խողովակները սկսում են գործել, Վրաստանը կկորցնի իր մոնոպոլիան։ Իրենք դրանից են անհանգստացած։ Խնդիրը ծավալների մեջ է, հա, այսինքն այսօր էլ Վրաստանը չի կարողանում կենտրոնական Ասիա արևմուտք գնացող ապրանքների ծավալները ապահովել։ Նաև արագության խնդիր ունի։ Արագությունն ինչ խոսք, բայց նաև ծավալները, առավելապես ծավալները։ Տեսեք, Անակլիայի խորը ծովային պորտի չկառուցված լինելը Սև ծովում թույլ չի տալիս հնարավորություն, որպեսզի այս կոմունիկացիաները շարունակվեն։ Դա եթե նույնիսկ վաղը սկսեն կառուցել, էլի տևական ժամանակ է լինելու։ Բայց եթե բացվում է օթերը, այսպես ասած, մեր միջոցով եւ մեր տարածքով, անխոս եւ ծավալների տեսանկյունից եւ ալտերնատիվ ուղիների, հա, ալտերնատիվ թուրքական նավահանգիստներ, Միջերկրածովյան եւ Սևծովյան։ Այո, բայց թուրքական նավահանգստից զատ երկաթգծով շարունակելը, այո, դեպի Եվրոպա հասնելը, հա, այսինքն Սևծովը չի պակաս կարևոր լինելու, այնտեղ գնալու ենք հասնելու ենք Ռումինիա, Կոնստանցա, ընդհանրաբար հուսանք, որ այդպես է լինելու, հա, այսինքն բիզնեսն ինքը նաև ընտրելու է թե որ ճանապարհն օգտագործի կամ որից օգտվի, որում հերանեկարում նաև Իրանն է դրանից օգտվող լինելու։ Կներեք, ստե մի հետաքրքիր հանգամանք է կա, որ Հայաստանով անցնող կոմունիկացիայի դեպքում Թուրքիան ավելի է շահագրգռված, որովհետև Վրաստանի դեպքում կարա վրացական նավահանգիստներից արդեն ուղիղ գնա Եվրոպա առանց Թուրքիա մտնելու, այսինքն ստեղ էլ հետաքրքիր նրբություն կա, որ Թուրքիան ավելի շահագրգռված է, որ մեր մոտով իսկ երկուսի պարագայում էլ Ադրբեջանը շահած է, դա էլ Ադրբեջանը որը պարագայում է շահած։ Այստեղ ուղղակի մի հատ էլ բան հավելեմ ձեր ասացին, որ բացի ձեր նշածից Թուրքիայի հետ Թուրքիայի հետ խոսակցությունը նաև հետաքրքիր այն առումով, որ Հայաստանով անցնում ամեն դեպքում ամենակարճ հնարավոր ճանապարհը, որ կապում է Թուրքիան արևելքի հետ։ Մեր հյուսիսով գնացող ճանապարհը Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ 100 կիլոմետրով մոտավորապես ավելի կարճ է, քան վրացական ճանապարհը։ Սա է։ Եվ անխոս, բայց նաև այլընտրանք է, որի ամենամեծ կարևորությունն է, ամենամեծ առանց 2-ը 3-ը 5-ը, ես միշտ այդ մասին եմ խոսում։ Trip-ով, մեղրիով չի վերջանում այս ամենը։ Մենք խոսում ենք ամբողջական ապա շրջափակման մասին, դուք էլ այդ մասին շատ հաճախ եք խոսել։ Բայց մի հատ էլ հետ գնալով ձեր նախորդ հարցին, այո, ոչինչ չի բացառում, որ վաղը Ադրբեջանն ու Թուրքիան շատ ավելի լարված հարաբերություններ ունենան։ Այս եղբայրական վիճակը ես կովկասագետների հետ եմ խոսում եւ դա տեսնում եմ, ենթադրում եմ, որ մենք դեռ մեր կյանքի օրոք կտեսնենք, բայց Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները կարող են ինչ-որ կետում դառնալ ամենալարվածը, ու այդտեղ Հայաստանի դերակատարությունը կարող է շատ էապես փոխվել աշխարհի արագության ընթացքում, որովհետև Ադրբեջանի ամբիցիաները չափից դուրս մեծ են։ Ադրբեջանը կարծում է, որ Թուրքիայի տնտեսությունը ինքն է պահում, եթե խոսելու ունենք իրենց հետ, Թուրքիան բնականաբար ներքև է նայում չի կիսում այդ տեսակետները, իսկ հաշվի առնելով են, որ այսօրվա Ադրբեջանի իշխանությունը իրեն մի քիչ շատ գոհ է զգում շատ հարցերում, եւ ասեմ ձեզ, Նախիջևանի հարձակումը թերևս առաջինն էր Ալիևի շարունակական ինքնավստահության տեսանկյունից եւ ռեակցիաները դրա մասին էին խոսում, որ լավ հաջողություններ ես ունեցել քո դիրքից, բայց սա պիտի չափից դուրս շատ ամբողջատիրական կամ շատ մեծ մի ընկալիք ես, այնուամենայնիվ դու միջին կարողությունների երկիր ես, ռեսուրսներից ելնելով, բացառապես մի կողմ եմ դնում այնտեղի համակարգը եւ այլն, եւ շարունակում ես Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մեջտեղում լինել։ Ուզես թե չուզես, միակ երկիրն է այս տարածաշրջանի, որը բոլոր երեքի հետ սահման ունի։ Ուրեմն իրենց խնդիրը ինչքան շատ առումներով խոսեցինք, որ Կասպիական ավազանի այնուամենայնիվ կապը արևմուտքից եկող իրենք են, բայց դրա հետ մեկտեղ դա բերում է մարտահրավերներ, որ այդ խոշորների մեջ ինքը շատ ավելի թիրախում է հայտնվում։ Նաև ամենամեծ հարստությունը ունենալով ամենամեծ յուղոտ պատառն է, ամենամեծ պատառն է, որը որ բոլորը առաջի երթին կուզեն, էլի։ Ուրեմն իրենց լարախաղացի գործն ավելի բարդ է շատ հարցերում, հա։ Էս էլ հաշվի առնենք։ Ուրեմն իմ ասելիքն այն է, որ բարթացնենք խոսակցությունը։ Եկեք փորձենք բարթացնել, եւ ես չեմ ասում բարթացնենք, որ հասկանալի չլինի, չէ, շատ պարզ լեզվով խոսենք այն դետալների մասին, որոնք հաճախ մի կողմ դրած փորձում ենք աշխարհաքաղաքական կամ աշխարհացունց վերլուծություններ անել, բայց
պրիմիտիվացնել, ասել կամ թուրքն է կամ ռուսն է, գնացեք ընտրեք։ Ուրեմն դուք ընտրելու եք նրա եւ նրա այդպես չի։ Այդպես չի եղել, ասեմ ձեզ շատ երկար ժամանակ, ուղղակի մեզ մատուցել կամ մեզ համոզել են, որ սա է այլընտրանքը, եթե ուզում եք դա գնացեք դարձեք թուրք եւ կամ պիտի ռուս հարցը դες պարոն Խարատյան հենց այդ գծի մեջ էր, երբ որ ես ասում եմ, որ մեր ամենաառաջի արդյունքները մեզ պետք է լինեն, որտեղ ես կարծում եմ մենք տասնամյակներ շարունակ դա ընդունել եւ հավատացել ենք դրան։ Այո, որ կամ ռուսնա կամ թուրքն է։ Դե որովհետև նաև մեծ հաշվով այլընտրանքների մեծ բան խոսակցություն չի եղել եւ այն ինչը որ մենք մեզ դեմ էին տալիս ասում էին հա դուք հա երազեք Եվրամիություն, հա երազեք ամերիկացիների հետ կապեր, հələ տեսեք իրենք ձեզ ուզում են, այո հիմա տեսնում ենք որ ուզում են։ Եվ դա շատ լավ պատասխան է այն բոլորին, որոնք որ ասում էին դուք տենց մեծ խոսում եք, սա ման չմնաց 10 օր հետո կտեսնենք եվրոպացիները մեզ ուզում են թե չեն ուզում։ Այնքան շատ են ուզում հիմա կարծես թե որ հարևան որոշ շատ սիրելի երկրներ էլ նեղվում են դրանից։ Ուրեմն շատ բաներ է կարող են փոխվել եւ մեզ այդ բարձունակ տրամաբանությունից դուրս բերել է պետք։ Եվ երևի թե մեր սերնդի երևի թե ամենակարևոր մարտահրավերը, այ որ ասում եք շատ բաներ կարող են փոխվել, այդ շատ բաները փոխվում են եւ փոխվում են շատ արագ։ Այ մեր ամենամեծ մարտահրավերը այդ փոփոխություններին զուգահեռ մեր գլխում արկա պատկերները փոփոխելն է, այդ իրականությունից ելնելն է եւ այդ իրականության վրա քաղաքականություն կառուցելն է։ Ու դուք էլ պատմաբան եք թույլ չեք տա ստել, դրա հետ մեկտեղ այն կոնստրուկտները, որ 100 տարի առաջ են եղել, որոնք տարբեր դրսևորումներով կրկնում են, դրանք մի հատ վերարժևորենք։ Գուցե մենք այս 100 տարվա ընթացքում այն տեղի ունեցածը շատ ուրիշների մատուցմամբ ենք հասկացել ու ընկալել եւ մեր իսկ ընկալումները մի կողմ ենք դրել, որտեղ հեշտ է եղել այդպես ապրել, որովհետեւ հեշտ է ասել պատմությունը կրկնվում է եւս, այո, կրկնվում է շատ տարբեր բաներում, բայց ոչ ամեն ինչում, ավելին ասեմ, այն որ պատմության մասին մենք պատկերացնում ենք, այդ չի նշանակում, թե մենք այդ պատմությունը ճշգրիտ գիտենք։ Ուրեմն այդ պատմությունը պետք է վերարժևորել, որովհետև հենց հիմա ոչ վաղ անցյալի, հենց հիմիկվա տեղի ունեցողն է կեղծվում մեր աչքի առաջ։ 90-ականներն ու 2000-ականներն են կեղծում մեր աչքի առաջ։ Ժամանակին, այո, փառք ու պատիվ նրանց ովքեր որ պետական գործչի նման պահելով իրենց հաճախ ոչ պոպուլյար որոշումներ էին կայացնում, հիմա կարծես թե վերցրել են մի նարատիվ, որ շատ անհասկանալի է եւ ընդհանրապես համահունչ չի այն քաղաքական փիլիսոփայությունը, որը որ տարիներ շարունակ մատուցվել է մեզ եւ ասում եմ, խիզախություն են ունեցել ժամանակին վերցնել ոչ պոպուլյար դիրքորոշումներ առաջ մղել, հիմա մեզ ասում են, որ միակը այն է, ուրեմն ինչ, ուրեմն ասում են սխալվել են։ Հա, եւ դառնում են դաշնակցության երիտ թե վստահության։ Ես չգիտեմ, երիտը մի քիչ շատ է ասում, դաշնակցությունը կարող է։ Հա, համեցեք։ Պարոն Խարատյանն անընդհատ ասում է, բարթացնենք խոսակցությունը, բարթացնենք եւ իրոք այս մեր խոսակցության ընթացքում այնքան տարբեր շերտերից խոսացինք, որ այս համատեքստում, որ նայում ես այդ դիլեման գուբերնիայի թե վիլայեթի մեջ արդեն ծիծաղելի է թվում, որտեղ այնպես process-ներ են տեղի ունենում այս մեր տարածաշրջանում կապված եւ գերտերությունների հետ եւ հարևան տարածաշրջանների հետ, որ այս համատեքստում խոսելը նրա մասին, որ պիտի դառնալ գուբերնիա կամ պիտի դառնալ վիլայեթ, դեռ ծիծաղելի է ու մի կարևոր հանգամանք էլ գոյություն ունի, որի մասին ես կուզեի մենք խոսենք, այդ ռիսկերը գնահատելիս պիտի հաշվի առնել, որ մենք իրականում մենակ չենք, որովհետեւ ինչ եմ ուզում ասեմ, այ Ռուսաստանի հավակնությունները կոնկրետ Հայաստանի մասով չեն իրականում։ Իրանց հավակնությունները շատ ավելի մեծ տարածաշրջան են ընդգրկում ու ուստի պիտի ընկալել այդ հանգամանքը, որ խոսքը մենակ մեր մասին կամ մեր որոշման մասին չի։ Նույնիսկ մենք եթե կանգնենք ու Հայաստանում բոլորովս, հա, այդ 2.5-3 միլիոն մարդով որոշենք, որ այ չէ մենք որոշեցինք, որ գուբերնիա ենք դառնալու, հա, այդպես հիպոթետիկ։ Դա նույնպես անհավանական է լինելու, որովհետև Հայաստանի հարցը չի, սեղանին մեծ տարածաշրջանի հարցը, որտեղ բազում պետություններ գոյություն ունեն։ Միայն Հայաստանում ոչինչ հնարավոր չի։ Էս էլ է շատ կարևոր հանգամանք նաև վախերի դեպքում։ Այ երբ որ շատ հաճախ այդ մյուս կողմի վախն էլ կա, հա, որ Ռուսաստանը կպատժի, եթե մենք չանենք իր ասածով։ Այդ դիտանկյունից նայելուց էլ պիտի հասկանալ, որ մենք իրականում մենակ չենք։ Մեր հետ մի ամբողջ շղթա երկրներ կան ու պատժվելուց մենակ մենք չենք պատժվելու։ Նույն Ղազախստանը նույնպիսի տրամաբանության մեջ է, ինչ որ մենք, այսինքն հələ ավել որտեղ իրանք սահմանում են եւ նաեւ մեծաթիվ ռուսական բնակչություն։ Հա, այսինքն բոլոր այս երկրները փորձում են բալանս պահեն, մեկը շատ, մեկը քիչ, ում կախվածությունը Ռուսաստանի շատ է, փորձում է Ռուսաստանի կախվածությունը քչացնել, ումը, չգիտեմ, Չինաստանից է կախված այն կողմը։ Այսինքն ամբողջ տարածաշրջանը ինչ որ բալանսի մեջ է։ Այսինքն մենք մենակ չենք իրականում ու պատժվելուց մենք մենակով չենք պատժվելու ու դա նաև մեր
ոնց որ իմունիտետն է ավելացնում։ Այս հանգամանքներ պիտի հաշվի առնել, երբ որ այ խոսում է պատժի մասին, թե չէ որ լսես մեր ընդդիմությունը տպավորությունա թե մենակ Հայաստանը, մենակ Նիկոլ Փաշինյանով ինչ որ դեմա դուրս եկել ամբողջ աշխարհին, բայց դա մեծ տրամաբանություն է տեղ գործում։ Պետք է այդ ամբողջ համակարգի մեջ նայել այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ պարոն այդ հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, պարոն Խարատյանը մի քանի անգամ հաղորդման ընթացքում ասեց բարթացնենք իրավիճակը, եւ իսկապես բարթացնենք իրավիճակը, որ պարզ դառնա թե ինչ նկատի ունենք։ Բարթացնենք իրավիճակը, որ պարզ դառնա, ինչպես արդեն պարոն Հովյանը ասեց, որ այդ երկընտրանքի ամբողջ ֆիկցիան ինչքան ծիծաղելի է այսօրվա քաղաքական, աշխարհակաղակական գործընթացների համատեքստում։ Երբ որ ձեզ նկարագրում են, թե այ մեր շրջապատում ինչա տեղի ունենում, մեզանում ինչա տեղի ունենում, մեզանից արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս ինչա տեղի ունենում, եւ հանկարծ հայտնվում են մարդիկ, ովքեր որ դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ ասում են կամ ռուսներն է կամ թուրքերն է։ Լավ եղեք, կհանդիպենք ամեն կիրակի 19:00 եւ մի տրվեք պրիմիտիվ ապատեղեկատվություններին։